Բարև ձեզ, այսօր Alpha News-ի եթերում քաղաքագետ Արտուր Խաչիկյանն է։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան։ Բարև ձեզ։ Օրերս մենք տեսանք Թուրքիայի արտգործնախարար Խական Ֆիդանի հայտարարությունը, որը մեծ քննարկում առաջացրեց, այնտեղ նա հստակ ասում է, որ Հայաստանի հետ վերջնական հարաբերությունների կարգավորումը կարող է լինել միայն, երբ Հայաստանը ստորագրի խաղաղ Ադրբեջանի հետ։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունը անընդհատ փորձում են ցույց տալ, որ գոնե այս ճակատում կա որոշակի առաջընթաց, փորձում են անընդհատ անջատել այս երկու кейսը իրարից, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական, բայց մենք տեսնում ենք, որ ինչպես շատերն են ասում, որ Բաքուն եւ Անկարան հստակ գործում են համատեղ։ Այստեղ բայց կուզեմ համ ձեր կարծիքը այդ հայտարարության մասին եւ նաեւ ինչու Ֆիդան անում է հայտարարություններ, որոնք որոշ չափով խնդիրներ են ստեղծում Հայաստանի իշխանությունների համար, չնայած տպավորություն կա, որ Թուրքիան հակառակը պետք է ամեն ինչ անի, որ օգնի Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի ընտրություններից առաջ։ Ես էլ այդպիսի տպավորություն ունեի, որ նրանք մինչև ընտրությունները կհանդարտվեն, որ չխանգարեն, որ այս անձը նորից ընտրվի։ Երևի կամ շատ վստահ են իրենց ուժի վրա եւ գիտեն, որ որևէ մեկը չի կարող իրանց դիմադրել եւ այս մեկը կհաղթի։ Կամ երևի մեր ամբողջ հասարակությանն են ասում, ամբողջ ժողովրդին են ասում, որ դուք մեկա ենթարկվելու եք եւ տեսեք մի քանի դուք իհարկե չեք ասում ամեն ինչը նայել, բայց մի 5 հոգի մենք բերել ենք մեր մոտ Ամերիկայից, Ֆրանսիայից, փորձագետներ, բոլորն էլ ասում են, սա խաղաղություն չի։ Միացյալ Նահանգների բանը Տրամպի առաջի ադմինիստրացիայի պաշտպանության նախարարի խորհրդատու Doug McGregor, հիանալի մարդ է, շատ խելացի մարդ է, ասում է, սա խաղաղություն չի, դուք զգուշ մտածեք, թե ինչ եք անելու, ձեր մոտ կարող է պատերազմ սկսվի եւ ձեզ օգտագործեն։ Ժուրնալիստ շատ խելացի Ջեյմս Կարդենը Վաշինգտոնից ասում է, սա մեծ վտանգ է ձեզ համար, մենք որևէ ձևով ձեզ չենք պաշտպանի, Ամերիկան այստեղ շահեր չունի, նույն բանն ասում է McGregor-ը, դուք պետք է ձեր գլխիճարը տեսնեք։ Իսկ Ջոն Այբները քրիստոնեական համերաշխության ինստիտուտից նես բաներ ասեց, որ ընդհանրապես շատ հետաքրքիր է, ասում է Ամերիկայի դեսպանը Թուրքիայում ասել է, որ առաջի համաշխարհային պատերազմից հետո որոշ էթնիկ խմբեր պատահական ձևով պետություն են ստացել։ Դա ում մասին է։ Եվ ասեց, որ դուք ստիպված եք լինելու դառնալ Ադրբեջանի վասսալ պետությունը։ Այսինքն այնքան վստահ են, որ ասում են դուք մեկա ենթարկվելու եք, հետո պայմանները ո՞րն են։ Սահմանադրություն փոխելը, չէ՞, դա պետք է արվի։ Դե արատ արդեն սկսեցին հանել բաներից, այդ ստամպերից։ Երկրորդը դա միշտ ասում են 300,000 ադրբեջանցի պետք է հետ գա։ Մեզ էլի փորձում են խաբել, ասել որ սա ներքին լսարանի համար է, սա ներքին լսարանի համար չի։ Եվրոպայում հանդեսներ են կազմակերպվում, պաշտոնական կոնֆերանսներ արևմտյան Ադրբեջանի հարցով, Եվրոպայում, ոչ թե Ադրբեջանում։ Եվ այդ կազմակերպության ղեկավարը Ալիևի կուսակցության անդամն է։ Պարլամենտի դեպուտատ է, նստած է պատգամավոր։ Այսինքն սա պաշտոնական գիծ է, այսինքն մենք քանի անգամ ենք ասել, արդեն հետաքրքիր էլ չի, որ երբ որ այն կողմը, այն մյուս կողմը, հակառակ կողմը տեսնում է, որ բացարձակ ուժ ունի, առավելություն ունի եւ ձեր մոտ ուղղակի հետ են քաշվում, սա շարունակվելու է։ Բայց դե հարց է ցակում, տեսեք, մենք տեսնում ենք ԱՄՆ-ի ակտիվությունը տարածաշրջանում, հայ-ադրբեջանական հարցում ոչ միայն վերջերս տեսանք Տրամպը սպիտակ տան ընդունեց նաեւ կենտրոնական Ասիայի ղեկավարներին եւ այնտեղ նույնպես խոսեց իր ճանապարհի մասին, Տրամպի ուղի նախագծի մասին։ Այսինքն հաց է ցակում, եթե ԱՄՆ-ն շահագրգռված չի, ապա որն է իմաստը Հայաստանին այդպես գոնե խոսքով քաջալերել, գնալ քայլերի, որոնք կարող են հետագայում լուրջ խնդիր ներսած։ Օրինակ տեսեք, մենք փաստացի հրաժարվում ենք Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքից, այն հույսով, որ ԱՄՆ-ն մեր անվտանգությունը կապահովի որոշ չափով, որտեղ հասկանալի է, որ այդտեղ նույն Նիկոլ Փաշինյանը եւ թիմակիցները չեն ཐակցում, որ պետք են զիջումներ, որոնք ըստ իրենց կարծիքի կբերեն մի օր նրան, որ ախորժակը կհագենա Թուրքիայի եւ Ադրբեջանի, կլինի խաղաղություն եւ դրանից հետո անվտանգություն։ Այդպես չի լինում։ Մենք քանի անգամ ենք օրինակներ բերել, որ ախորժակը հագեցնելու այդ թեորիան չի աշխատում, այդ տեսությունը։ Դա կոչվում է appeasement, սիրաշահել խաղաղությամբ, այսինքն զիջելով խաղաղության բերել, այսպես չի լինում։ Նրանց վերջնական նրանց նպատակը նույնն է ինչ որ քրդերի հետ։ Մենք քրդերի պես պետքա լինենք, մենք պետքա պետություն չունենանք։ Թուրքիան ինչու թույլ չի տալիս, որ քրդերը չունենան պետություն։ Ինչու՞։ Որտեղ քրդական պետությունը իրանց համար վտանգ է։ Մեր տարածքում իրանց չէ, իրանք տենց են կարծում։ Թուրքիայի տարածքում քրդերը չպետք է ունենան
պետություն։ Դա վտանգ է մեզ համար։ Նույն բանը նրանք անում են հայերի հետ։ Հայերը պետություն չպետք է ունենան։ Կամ ինչ որ ժամանակ պետք է ֆորմալ հայկական Էրմենիստան հանրապետություն լինի Ադրբեջանի ձեռքի տակ, ինչպես ասում են մեր ամերիկացի ընկերները։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, Ռուսաստանը իհարկե մտածելու տեղ ունի։ Պարզ է, որ Ռուսաստանը պայքարում է 30 երկրի հետ, պատերազմի մասին էլ կխոսանք։ Իհարկե իր դիրքերը այդքան ուժեղ չեն, ինչքան նա կցանկանար, ուշադրությունը ուրիշ տեղ է, հնարավորությունները ուրիշ տեղ է եւ Ռուսաստանը օբյեկտիվորեն կախված է Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Հենց որ սա սկսվեց 22, հիմա որ 25-ն է, չէ, 3.5 տարի առաջ սա որ սկսվեց, ես ասացի, առաջինը սա նշանակում է, որ Թուրքիայի Ադրբեջանի դերը աճելու է, Ռուսաստանը կախված է լինելու նրանցից, նրանք հարձակվել են Ղարաբաղի վրա, իսկ Ռուսաստանին կազմակերպելու են եվրոպական Աֆղանստան, այսինքն արյունակամ են անելու։ Դա 3.5 տարի առաջ։ Դե մասին դեռ խոսանք, բայց հələ մեծ ածոժանց։ Այո։ Նաև տեսանք վերջին օրերին այդ կենտրոնական Ասիայի ղեկավարները որոշակի ձևաչափ են ստեղծել 5 երկրներ տարածաշրջանի, բայց տեսանք, որ հաստատի այդ ձևաչափը ընդլայնվում է, Ադրբեջանն է մաս դառնում։ Ինչի մասն է դա խոսում եւ դա ինչպես կարող է անդրադառնալ մեր տարածաշրջանին, որովհետեւ տեսեք, նույն կենտրոնական Ասիայի ղեկավարները այդ ձևաչափով հանդիպում են ԱՄՆ-ի հետ, Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ, ԵՄ-ի հետ եւ բոլորի հետ հաստատի իրենց ընդհանուր շարժն են տանում։ Ձեր կարծիքով տարածաշրջանում է դա այդպես լինելու, թե այստեղ որոշ տարբերություններ են։ Երբ գերտերությունները պատերազմի մեջ են կամ մրցակցության մեջ են, նրանք փորձում են աշխարհը բաժանել իրենց ազդեցության գոտիներին։ Դա միշտ այդպես է եղել։ 200 տարի Բրիտանիան եւ Ռուսաստանը կենտրոնական Ասիայի հարավում բաժանել են։ Այսպես կոչված մեծ խաղը։ Մեծ խաղը, շատ ճիշտ եք ասում։ Պարսկաստանը տենց բաժանեցին, Կովկասը, մենք դրա տակ ընկանք։ Մեզ գցեցին ավտոբուսի տակ այդ հարցով։ Հա, սա նույն բանն է, այսինքն այդ երկրները հիմա փորձում են ինչ որ անկախ իրենց ստատուսը պահել եւ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ եւ Ամերիկայի։ Չնայած ինչ որ տենդենս կա հիմա դեպի արևմուտք։ Հիշեք, Հիլարի Քլինտոնը բանում Իռլանդիայում ասեց, կարծեմ 15 տարի առաջ էր։ Պուտինը ուզում է վերստեղծել սովետական միությունը, մենք դա թույլ չենք տա։ Այսինքն տեսնելով, որ ինտեգրացիան process է գնում Ռուսաստանի շուրջ, դա թույլ չտալով, որպեսզի չառաջանա նոր սովետական միություն, չնայած այդպիսի մտադրություն չունեին, բայց այդ վտանգը տեսնելով նրանք ուզում են փոկել այս եւ Կովկասը եւ կենտրոնական Ասիան եւ ուրիշ բաները հանրապետությունները փոկել Ռուսաստանից, թույլ չտալ, որ այդ ԵԱՏՄ-ի ինտեգրացիայի process-ը առաջ գնա, որովհետեւ կենտրոնական Ասիայի պարագայում նաեւ Կավելաստան Չինաստանի գործոնը, որովհեւ այնտեղ նաեւ դիտարկում են ոչ միայն որպես միջոց կամ թատերաբեմ Ռուսաստանի դեմ պայքարել, նաեւ Չինաստանի դեմ։ Այո, հիմա խելացի մարդիկ ինչպես են պահում իրանց, մտածում են, որ մեր շահերը ինչ են պահանջում, այս պետություններից նվազագույն չարիքը որն է, որ պետության հետ մենք կարող ենք եւ հարաբերություններ ունենալ եւ, ասենք, չթաշնամանալ Ռուսաստանի հետ։ Որոշ պետությունների մոտ դա ստացվում է։ Կենտրոնական Ասիայում, օրինակ Ուզբեկիստանը, որքանով ես գիտեմ, ես բացարձակ չեմ զբաղվում դրանով, բայց որքանով ես գիտեմ, ավելի անկախ է եւ լավ կապեր ունի եւ Չինաստանի, Ղազախստանն էլ, Ուզբեկստանն էլ, մնացած երկրներն էլ։ Այսինքն նրանք այս բանի մեջ են, լիմբոյի մեջ են եւ Ռուսաստան եւ Արևմուտք, չգիտեմ ինչպես է սա շարունակվելու, երևի դեպի Արևմուտք են գնալու, եթե այսպես դինամիկան շարունակվի, բայց Ռուսաստանը տեսնում եք, որ մոտենում է իր այսպես ասած, կարելի ասել ինչ որ հաղթանակի, հա, եթե այսպես դա կարելի է կոչել, ինչ որ հաղթանակի այս պատերազմում, դա իհարկե կամրապնդի դիրքերը։ Հիմա մեր ռեգիոնում Ադրբեջանը, որ մտնում է եւ այդ Աբրահամյան process-ի մեջ, եւ հիմա կենտրոնական Ասիայի դեր նշած այդ process-ների մեջ, եւ մեծ Տուրանի ստեղծման, նա դառնում է հզոր պետություն Անդրկովկասում եւ Միջին Արևելքում, ասում դառնում է շատ հզոր պետություն։ Բայց հարց է ցակում եւ ես ռուս փորձագետների հետ երբ որ քննարկում եմ, հաճախ այսպիսի միտք է իրենց մոտ հնչում, որ իսկ այդ բեռը շատ մեծ չէ Ադրբեջանի վրա, ինչին նա հավակնում է, որովհետև շատերի մոտ նույնիսկ այստեղ տպավորություն է, որ այդ ամբիցիաները Ադրբեջանի, ինչպես դուք նկարագրեցիք, նրանք համաձայն են, որ շատ մեծ ամբիցիաներ ունի Ադրբեջանը, մանավանդ 44 օրյա պատերազմից հետո, դա այդքան էլ չի համապատասխանում իր ռեսուրսներին, իր կարողություններին։ Ես ուրախ եմ, որ մեր ռուս ընկերները դրա մասին հիմա մտածում են։ Իհարկե լավ կլիներ, որ օրինակ 44 օրվա պատերազմը այսպես չավարտվեր եւ Ղարաբաղը մենք չկորցնեինք, որովհետեւ Ղարաբաղը նաեւ զսպում էր Ադրբեջանին եւ Թուրքիային։ Ռուսաստանում դա գիտեին, բայց ցավոք սրտի այնպես ստացվեց, որ Ռուսաստանը օգնեց, իհարկե օգնեց, բայց այնպես չէ, որքանով մենք հույս ունեինք։ Եվ հիմա այսպես ստացվեց, որ Ռուսաստանը լծակը կորցրել է Կովկասում։ Այո, Ադրբեջանը որոշ չափով մի քիչ շատ մեծ հավակնություններ ունի, իր տնտեսական ռեսուրսները որոշ չափով դա ներում են, իր նավթ ու գազը կա։
հետո Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով իր նավթ ու գազն է վաճառում արևմուտքին, այսինքն կախվածությունը կա։ Եվ նա ունի մեծ եղբայր, այսինքն Ադրբեջանը, ինչպես ես ասում եմ, դա Թուրքիայի ֆիլիալն է դարել։ Մենք երկու կողմից Թուրքիա ունենք հիմա։ Եվ Թուրքիան իրեն սովորեցրել է, թե հարցերը ոնց են լուծվում ուժով, Ալիևը շատ անգամ ասել։ Եթե կարողանում ես ուժով լուծել։ Դե փաստորեն մեր դեպքում կարողացավ, չնայած դա միայն Ադրբեջանը չէր, դա Իսրայելի զենքն էր, Թուրքիայի հրամանատարությունը, Պակիստանի օգնությունը, 4 պետություն մեր փոքրիկ Ղարաբաղցի ժողովրդի դեմ էին պայքարում, ցավոք սրտի այն օգնությունը, որը պետք է լիներ, չեղավ ուրիշ երկրների կողմից, ցավոք սրտի։ Բայց այո, որոշ չափով իհարկե մի քիչ հավակնությունները ավելի բարձր են, քան հնարավորությունները, բայց դա չի խանգարի Ադրբեջանին, որ Թուրքիայի օգնությամբ նա շարունակի լինել գերիշխող պետությունը Կովկասում եւ կապը դեպի կենտրոնական Ասիա։ Իսկ Թրամփը դա ուզում է։ Այնտեղ կա նավթը, գազը, նա կարող է ասել, որ տեսեք, ես խաղաղություն հաստատեցի, չնայած Գազայում մի քանի օր էլ չտևեց իր խաղաղությունը։ Տեսակ ձեր աչքի առաջ ինչ եղավ։ Դե արդեն նույնիսկ բացի այդ խոսում են, որ նույնիսկ կարգավորումը Գազայում չի գնալու այնպես, ինչպես պայմանավորվել են, փաստացի խախտումներ արդեն կան։ Այսինքն իմ ասածը ինչ է։ Գիտեք, այդ երեխայական խոսակցությունները պրոռուսական, պրոտարմիտան չկա այդպիսի բան։ Կա խելացի արտաքին քաղաքականություն եւ երեխայական։ Որևէ պետության հնարավորությունները պետք չի չափազանցնել, պետք չի կույր հավատալ, պետք է ճիշտ հաշվարկել։ Որևէ մեկը չի ասում, որ վաղը Ռուսաստանը գալու է եւ փրկի հայերին եւ բոլոր մեր հարցերը լուծի։ Այդպիսի բան չի լինելու, մենք բոլոր շատ անգամ դա ասել ենք։ Բայց դա չի նշանակում, որ ռուսական հեքիաթը պետք է փոխարինել արևմտյան հեքիաթով։ Խոսալ եվրոինտեգրացիայի մասին, երբ որ Եվրոպան որևէ մեկը մեզ Եվրոպայում չի ասում, դուք անդամ եք դառնալու։ Խոսալ ռազմական օգնության, ՆԱՏՕ-ի, Դաշինքի բազայի մասին, որը մեզ տասնյակ տարիներով այդ կլոնները ասում են, ոչ մի այսպիսի բան չկա։ Ռեալ նայեք եւ հյուսիս նայեք ռեալ, եւ արևմուտք նայեք ռեալ, եւ հարավ նայեք, եւ արևելք նայեք, ռեալ նայեք, մտածեք։ Իմ ասածը դա է։ Ես երբևիցե նայեք 4 տարի խոսում եմ, չգիտեմ ինչու, որտեղ ոչ մի ոք չի բերում։ Նայեք իմ ինտերվյուները, ես երբեք չեմ ասել, որ մեր բոլոր հույսերը մենք պետք է կապենք Ռուսաստանի հետ։ Երբեք այսպիսի բանից չեմ ասել։ Ուզում եմ նաեւ հարցնել վերջին օրերի գլխավոր թեման աշխարհում, դա այն առաջարկն է կարգավորման Ուկրաինայի պատերազմի դադարեցման, որը Տրամփի վարչակազմը առաջարկել է Զելենսկուն եւ դա տեղ ունենում այդ կոռուպցիոն սկանդալի ֆոնին եւ նույնիսկ որոշ փորձագետներ ուղիղ կապ են տեսնում այդ սկանդալի եւ այս առաջարկի միջեւ։ Ձեր կարծիքով կհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը եւ երկրորդ, եթե ընդունենք այո, ինչպես դա կարող է դառնալ մեր տարածաշրջանի վրա։ Շուտ պատասխանեմ, հետո որ չմոռանամ, հետո ավելի խորքային, հա։ Նախ շատ հետաքրքիր է ով Ուկրաինայում կստորագրի այս առաջարկը առանց կախված լինելու, այսինքն մարդուն կախելու են, եթե այդպիսի բան ստորագրվի, շատ դժվար է պատկերացնել։ Մեր մոտ էլ են ժամանակին կարծում, որ ով գնա Արցախի հանձնմանը, հետո չի կարողանա մնալ իշխանությանը, մենք տեսանք, որ չէ։ Դե պարզվեց տարբերություն կա։ Համար ես միջով ես ձեր հետ ամբողջությամբ կհամաձայնվեմ, բայց մեր դեպքից հետո իմ մոտ էլ հարց է կա։ Լավ, ընդունենք, որ հնարավոր է դա։ Նախ ասեմ, որ այս պատերազմը երբեք չի լուծվի, եթե չլինի վերադարձ խորքային պատճառը, որն է, որ մենք հրաժարվեցինք կոլեկտիվ բանից, անվտանգությունից, collective security Եվրոպայում։ Բոլոր պետությունները պետք է նստեն եւ իրենց շահերը ներդաշնակցության բերեն եւ հարգելով իրար մի բան գտնեն, որ որևէ մեկը որևէ մեկին չսպառնա։ Ուրիշ ձև չկա միջազգային հարաբերություն, բան չկա։ Այսինքն, եթե անգամ այսօր լինի զինադադար, ինչ է լինել։ Այսինքն, որ պայմանագիր ստորագրվի, անմիջապես, վայրկյանապես կսկսվի արևմտյան մասի Ուկրաինայի վերազինումը, այն էլ այնպիսի տեմպերով, որ Ռուսաստանը այլևս մոտ չի կարողանա գալ սրան, եւ շատ հնարավոր է ռևանշ։ Այսինքն, սա ուղղակի 5 տարի, 10 տարի կմնա նորից է պայթելու եւ շատ ավելի սարսափելի ձևով։ Եթե չլինի վերադարձ խորքային պատճառը լուծելու դա որն է, որ մենք հրաժարվեցինք կոլեկտիվ անվտանգության սկզբունքից։ Իսկ մեր տարածաշրջանը դա ոնց կարող է դառնալ։ Ավելի ստաբիլ եւ ավելի վստահ ձևով Ռուսաստանը իրենք կպահի մեր տարածաշրջանում, իհարկե չի հրաժարվի Թուրքիայի եւ Իրանի հետ համագործակցելուց, հնարավոր է որ այո որոշ ձևով Ռուսաստանը կարողանա չեզոքացնի այս թուրքական ազդեցությունը, որովհետեւ հիմա Թուրքիան պաստորեն առավելություն ունի մեր ռեգիոնում։ Գուցե հավասարակշռի, բայց դա սովետական միությունը երբեք չի լինելու, Ռուսաստանը բազելով չի գալու մեր բոլոր խնդիրները լուծի մեր այդտեղ եւ հետաքրիր այն է որ այս ռեժիմը, որը ուրիշներին ասում է ռուսների ագենտ, որովհետեւ ուրիշ բառ չգիտեն, այդ Պավլովի բառերը, գիտեք Պավլովի ռեֆլեքսը ոնց է, այդ բառից բացի ոչ մի ամենապրոռուսական ռեժիմը դուք եք, որովհետեւ դուք թույլ տվեցիք, որ այսպես մեր հետ վարվեն, դուք իրանց անընդհատ առիթ եք տալիս, որ նրանք արդարանան ոչ մի բան չանելու համար։
Դուք այնպեսի բաներ ասեցիք Ղարաբաղի էթնիկ զտման ժամանակ, որ դա մեր գործը չի, որ դուք ռուսներին բան տվեցիք, նամակ տվեցիք, որ դուք ազատ եք պատասխանատվությունից։ Դուք եք ամենապրոռուսական ռեժիմը, որտեղ դուք մեզ դարձրեցիք բոլոր հարցերում կախված։ Եվ Ռուսաստանից եւ Արևմուտքից մի տարբերությամբ, որ Արևմուտքը այնտեղ ընդհանրապես չկա։ Շնորհակալություն։ Այսօր Alpha News-ի եթերում քաղաքագետ Արտուր Խաչիկյանն էր։